Պարոն Այվազյան, ձեր մյուս հեռախոսամարի վրա չի լում կապնվել, որքանով ինձ լսում եք պիտի յոլա գնաք։ Ուրեմն 3 ամսի 2-ին քաղաք Գյումրիում կա Իմպերիա ռեստորան, գիտեք, տեղյակ եք։ Այո։ Ահա, Իմպերիա ռեստորանում երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում կրակահերթերը արձակել Գարեգինյան Լենդրուշը, նույն ինքը Գարեգինյանի տղեն, տեղյակ եք։ Գարեգինյան Լենդրուշ։ Այո, տեղյակ եք այդ դեպքի մասին։ Ահա զանգ ունեք։ Մի վարքյան ասեմ։ Մի վարքյան հիմա նայեմ ձեզ պատասխանեմ, հա։ Ահա, իհարկե։ Ալո։ Այո։ Հա, մենք ունենք։ Ունեք նվալահազանգ, որովհետև դրա հետ կապ Ալո, հա, ասեք։ Հա, մենք ունենք, այդ ձևի հազանգ մենք ունեցել ենք երեք։ Որովհետև դրա հետ կապված դրա հետ կապված հաղորդում չկա ոչ ոստիկանության կողմից, ոչ բան, մենք ուզեցանք ճշտենք։ Լավ, որ ունեք, ավելի լավ։ Շնորհակալություն մնացած հարցերը մյուս պաշտոնյաներին։ Ուրեմն, այդ լավ է, որ ոստիկանությունը ունի, բայց շատ տարօրինակ կերպով քննչական կոմիտեն, լրատվամիջոցները լռում են։ Ուրեմն 3 ամսի 2-ին Իմպերիա ռեստորանում ժամը 21:00-ի սահմաններում Գարեգինյանի որդին, Գարեգինյան Լենդրուշը, Օնժե Աբաս, Գյումրվայական Լենագանի Կոնդրիգի Աբոյի աներձագն է, արձակել է կրակոցներ ռեստորանում, դոր հետ կապված, ինչ պիտի եղնի, Գարեգինյան Լենդրուշը բերման ենթարկվել է Աննա Վարդապետյան, թե ոչ, ձերբակալվել է, թե ոչ, այսօր մասին մեհադմ ինֆո կա, թե չկա, չկա, մամուլը լռմա, ոչ մեկ չգիտի եւ այլն, բայց հենա ոստիկանությունը գիտի, ինչ որ մեկը զանգի ասելա, որ Լենդրուշը հանե Ալեքսանդր ունի եղբայր, ուրեմն ում հետույքի տակա դրել Պնեի բալանսի վրա գրանցված պնը սպիտակ գույնի ուազը, պնը 0909 զին համարանիշով, պնը 0909 զին համարանիշով, այդ ուազը լիսկավորվում է զորամասի վառելիքով, Եվ այդ մեքենայով մեր Գյոզալյանի եղբայրը ընկած զորամասից զորամաս, ինչ անում, լիսկավորում է կոֆեի ապարատները, մեջի փողերն հանում, ապարատներն չգիտեմ տեղափոխում եւ այլն, այսինքն զորամասին պատկանող մեքենան օգտագործվում է անձնական բիզնես նպատակների համար, որի մասին իհարկե տեղյակ է Սյունիքի ռազմական ոստիկանության պետը։ Սա էլ որպես իգիտություն։ Ինֆորմացիան փոխանցեք ձեր վարչության պետին, ինձ էլ լսում արդեն զինվորական դատախազությունը։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Այս նույն են կոֆեի ապարատներն են, հարգելի քաղաքացիներ, Սուրեն Պապիկյան Բոզզի տղա, որ որոշակի որն է բավականին լայնամասշտաբ հրամանատարներ փոխանակ դուրս բերեին զորամասից զենք, զինամթերք, գախնի փաստաթղթերը դուրս բերեին, զենք, զինամթերք, զինտեխնիկա ոչնչացնեին, վառեին, տրաքացնեին, որ Բաքվի շքերթ փողոցով պարադով մենք դա չտենայինք, կոֆեի ապարատներն էին դուրս բերում։ Այսօր նորից նույն բանը, կորպուսի հրամանատարի աղբերը, զինվորական դատախազ Խերի Գագատ Վեգալելով իավրա ինքն իհաց արդեն վեգալել են պնը 0909 Սպիտակ գույնի ուազը երբեմն դնելով են օպերատիվ համարներ մարդը ընկած Սիսյան Գորիս Ղափան Մեղրի Քյալբաջարկով այսինքն այդ կոմերով ինչքան առաջի բանակային կորպուս կա զորամաս կոֆեի ապարատներն ալիսկավորում փողերն հանում փողերն լցում տեղափոխում սարքում կոֆեյա բերում լցում եւ այլն ինչի հաշվին բանակի վառելիքի բանակի զինտեխնիկայի փոխարենը Գմգմփալ են Սյունիքի մարտական դիրքերի հիմա հատ քանդելով, բլելով, սաղ զորքին իջեցնում են, Բագրատ Սրբազան կոչված բոզի տղենել դրած ժողովրդին կոմունալից հարկայինից նախարարություն իշեք եւ ես ասի չես կու լավը քունելու են Բագրատ ամփերի Սա Սյունիքի վրով զինվորական դատախազությունը այդ հուսով եմ արձանագրեց
ռազմականի հետ միասին։ Անցնենք առաջ։ Իմիջիալոց ուզում եմ տեղեկացնեմ, որ Լևոն Նիկոյանը ողջևառողջ հասել է Փարիզ, այրոպորտում դիմավորել է ֆրանսիական ժանդարմերիան, տարել են հիվանդանոց, 2 օր մնացել է հիվանդանոցում, իսկ հիմա գտնվում է իրենց տանը։ Մաղթում եմ առողջություն մեր ֆրանսիահայ բարեկամ Լևոն Նիկոյանին։ Նիկոյանը խարում այդ մարդու ազգանուն տատ։ Անցանք առաջ։ Քանի որ գնաց խոսք բանակից։ Այն օրը տեղադրել են մի 10-20 հոգու վեկալել են 70-ական, 60-ական թվականների ավտոմատները տվել են ձեռները։ Այն անտեր արմնկակալներն էլ սխալ հագցրած, դեղդեղք, զորախաղեր են անցկացնում։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը զորախաղեր անցկացնում 20 հոգու ձեռը անլվա կեղտոտ ջբրոտ մի կեր որտեղից ոչ իմ ճարել են կասկե կսիրուն հագցրել են կասկեն ամենակ սիրուն այն արմնկակալներն էլ սխալ ստե հագցրած եւ այլն 60-70-ական թվականների ավտոմատներով զորախաղեր նույն ժամանակ նայում ես Ադրբեջանը Նախիջևանում ինչ զորախաղեր անցկացնում տպավորությունը ոնց որ ինչ որ մի հատ Հարավ Աֆրիկայի լապ ներքևները Չադ, Նիգեր եւ այլն այդտեղի ցեղախումբ դրանց զորավարժանքներն են ցույց տալում եւ ասում են բանը բանան զորավարժություններ արե ինչ երկու հատ ավտոմատավոր մի հատ գրանտամետ տմպ պրծավ էդի կոչվում է զորավարժություն մեռանք հայտարարելով ասելով որ Ադրբեջանը զարգացնում է դրոնային զորքերը էլ բեսպիլոտնիկ չի դրոն էլ անտեր մնացած 4 վինտը վրեն բանը ֆրալով վրեն 4-ը ինչա դրոնային զորք այդ ոչ իմ դրոնը իրանք վեկալ են Ուկրաինայի բանը պատերազմի այդ օրինակն է վրեց ուրեմն կախված է 4 հատ 6 հատ նայած մինամյոտի սնարյադ գալիս է կայնամա գլխի վերևը բարձությունից սնարյադը կուլիկ գցում է ուղիղ քալետ պրծավ գամփ դեմը արի դրա ձենա ֆիքսի որ խփեց եւ այլն այդ զորքերն է զարգացնում ամբողջ ռուսական տեխնիկան սաղ ցանցապատած նայեք մեսօր մտեք նայեք լուբոյ ռուսական տանկ բետեր բեմպե բան այդ հրետանի գաուբեց եւ բոլորը այդ երկաթե ցանցերը քաշած են որ այդ գանդոնությունը ընկնի ցանցի վրա պայթի ոչ թե ուղիղ տանկի վրա մենք ոչ տանկ ենք ցանցապատան ոչ դրոն ենք զարգացնում, ոչ հակադրոնային ատրճանակներ ենք ձեռք բերում, ոչ մի բան։ 70 թվականների ավտոմատ վեկալ է, գմ, ասում եմ զորախաղեր։ Սուրեն Պապիկյանի մամայի զորախաղերը այդպիսին էին, առաձես բանակ։ Դրած մարտական դիշքերը քանդում են, Սյունիքի լինիայով քանդում են, բանը Վահան գյուղ Կրասնասեքսի շրջան Գեղարքունիքի մարզ քանդում են 10 քանի դիրք հանձնում են Ադրբեջանուն բան այդ ադրբեջանցիներին մենք ինչ ենք անում մի օր գնում ենք ԱԳՆ-ի դեմը մի օր գնում ենք ՄՎԴ-ի դեմը մի օր գնում ենք Արգիշտի հիմնարկի դեմը մի օր գնում ենք ԺԵԿ մի օր գնում ենք բանը կոմունալ մի օր գնում ենք ստե Անդեղ դրած երկրի մորը սանում են տերտեր բոզի տղեն վեկալես դիցանդեն անդեղ անդեղ էլ բան կտրտալով հանձնում են ինձ հետաքրքրեց քանի հոգիա կազմը այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսեք արդիական հարց վերջի այս հարցը պիտի տվեցվեր ազգային ժողովում այն մանդատավոր բոզի տղեկը այդ ընդդիմադիր ոնց որ Շալմազանով աղբի տղեն հելի ասում է թե մանդատ դնել ինչի մասնա խոսքը ո ոչ երբեք դա սխալ բան է այն Հրանտ Մելիք Շախնազարյան աղբի տղեն մամուլ կետե եմ նա դրե գնա մանդատ դնելը սխալ է այդ խի ձեր կողմից մանդատ դնելը սխալ է Նիկոլի կողմից հրաժարական տալը ճիշտ է Հա, այ բոզի տղեկ, մանդատ ինչա սխալ, ազգային ժողովում նստացեք, ոչ մի խերիս, օգուտը չկա, ինչ ուզմա կպնանումը, դու կտե յակակ չի, ալե Սիմոնյանը, իշքան ընդիմադիր կոչված պատգամավոր նստացա, սաղի մորեցա սնի, տեզեք իչ եմ ասում, մի անգամ միաթել է հարցրել եք մեզ զինված ուժերի քանակը, չհարց, Այն ժամանակ են բարի լավ թվերին չակերտավոր գոնե մի 60,000-անոց զինված ուժեր ունեինք։ Այսօր նստած բանը բայց երկու օրա փորում եմ ասեմ մի հատ ինձ այսօրվա մեր բանակի քանակը քանի հոգի մարդ են։ Քանի հոգի զինվոր մենք ունենք։ Աֆիցերական, սպայական, գրող ու սև ցավակ